Ողջույն մանե, մենք հանդիպեցինք անցած շաբաթ, հենց այսօրը, լրիվ այլ թեմայով, և հիմա ունենք ևս մեկ թեմա իրար հետ քննարկելու և արծածելու, որն էր այսօրվա թեման։ Ողջույն Մարի, մեր այսօրվա թեման 21-րդ դարի և 20-րդ դարի սերունդների տարբերության մասին է։ Ասա, որ շատ բան ա փոխվել իրոք։ Շատ։ Օրինակ ես կառանձնացնեմ մարդկանց մտածելակերպը, կառանձնացնեմ մարդկանց, այսպես ասած, ճաշակը, մարդկանց պահվածքը և այլն, իսկ դու։ Շատ համաձայն եմ, մտածելակերպը շատ ա փոխվել, պահվածքը, ոճը, խոսելաձևը, շատ բան է փոխվել։ Այ օրինակ իմ ընտանիքի մեծերի պատմելով 90-ականները շատ հետաքրքիր տարիներ են եղել, չնայած որ եղել են պատերազմներ, եղել են մութ ու ցուրտ տարիներ, որտեղ մարդիկ ունեցել են կերակրման խնդիր, հագուկապի խնդիր և այլն, բայց իմ ծնողների պատմելով, ներկայացնելով այն ժամանակվա կինոները, այն ժամանակվա մուլտֆիլմները, այն ժամանակվա հետաքրքիր վայբը, այսպես ասած, որ անկախ ամեն ինչից, թե ինչ իրավիճակում են ապրել, մարդիկ մեկը հոգու խորքում ուրախ էին և հանգստություն կար այդ ամեն ինչի մեջ։ Իմ ընտանիքի պատմելով կային տրոլեյբուսներ, որոնք որ իրենց մանկության հենց 80%-ն էին, որովհետև շատ մարդկանց պատմելով, թե իմ մեծերից, թե ուրիշ այլ մեծ մարդկանց պատմելով, դրանք ամենահետաքրքիր պահերն էին ու մարդկանց հիշողության 90%-ը մենակ տրոլեյբուսների, մարդկանց արժեքների մասին էր խոսքը գնում։ Նաև կասեմ տրամվայների մասին, հենց այդ նույն զգացողությունները, ինչպես որ նաև տրոլեյբուսի, այնպես է տրամվայների, մարդիկ մեկը էլի իրանց հիշողություններն էլ, իրանց ամեն ինչն էլ կապված է հենց եղել տրամվայների հետ։ Օրինակ իմ մաման պատմում էր, որ տրամվայները շատ հետաքրքիր ու շատ սիրուն են եղել։ Իսկ այ դու ինչ կասես, դու ինչ գիտես այդ թվերի ապրուստի, մարդկանց պահվածքի, մարդկանց ամեն ինչի մասին։ Ես նույնպես կասեմ, որ այն ժամանակ մարդիկ ավելի հանգիստ, ավելի պարզ, ավելի անկեղծ ու ավելի ճիշտ են ապրել, քան հիմա մենք։ Ինձ էլ են շատ տանը պատմել այդ թվերի մասին, մութ ու ցուրտ տարիների մասին, և ես էլ շատ կցանկանայի գոնե մի քանի օրով վերադառնալ այնտեղ, որտեղից որ եկել են իմ տատիկները, իմ պապիկները, իմ ծնողները, և մի քանի ժամով գոնե ապրել նրանց ապրածը։ Համաձայն եմ, որ այն ժամանակ ամեն ինչ շատ ավելի գեղեցիկ է եղել, ավելի հետաքրքիր, մարդկանց ոճը, մարդկանց խոսելաձևը, մարդկանց պահվածքը, մարդկանց սանրվածքը ավելի հետաքրքիր ու իմ կարծիքով շատ ավելի գրքից էր նրանց կերպարները։ Ես չգիտեմ, մի ուրիշ ձև եմ նայում այդ ամեն ինչի։ Իսկ դու որը կնախընտրեիր ավելի շատ 90-ականների հագուկապը, ինչպես որ ասեցիր սանրվածքը, թե ներկայիս սերնդի 2025-ի մեր հասակակիցների կամ ով էլ։ Դե տես, այն ժամանակ ամեն ինչ եղել է չափի մեջ, իսկ հիմա մենք շատ հաճախ այդ չափը անցնում ենք։ Օրինակ 12-19 տարեկան երեխաները իրենց պահում են մեծի պես, հագնվում են 20 տարեկանի պես։ Դա մի քիչ ինչ որտեղ ես չեմ կարողանում և հասկանալ, և ընդունել։ Իրականում ես էլ, որովհետև չնայած որ մենք հիմա ապրում ենք արդեն զարգացման փուլում, զարգացման շրջանում, ամեն ինչ էլ կարող ենք տեսնել, բայց նմանատիպ բաները, որոնք արդեն իրենց ցենզուրայից դուրս են, դրանք արդեն իմ համար ըստիս չեն նայվում բացարձակապես։ Ամեն ինչ ունի չափ, ունի սահման, այն ժամանակներում էլ միգուցե մարդիկ ինչ-որ չափով, նման շպարվելով, քսվելով, հագնվելով, ինչ-որ միտեղ կարող է մի փոքրիկ ավել բան անեին, բայց դա չէր երևում ընդհանրապես։ Մի փոքր երևում, եթե անգամ երևում էր, իսկ հիմա, չգիտեմ, քո նման եմ մտածում ու իրոք համաձայն եմ քո հետ, որ
շատ են մեծացել մեր հիմիկվա երեխաները, բայց իրենց մեջ էլ կա ինչ-որ հետաքրքրություն, ինչ-որ առոգանություն, ինչ-որ կրակ, այսինքն բացի միայն վատ տեսանկյունից նայելը, մենք ունենք այստեղ ավելի հետաքրքիր ու ավելի լավ տեսանկյուն, որը որ կարող ենք նայել, արժի տեսնել, արժի հիանալ։ Օրինակ տեսնում ես, մենք այստեղ ունենք նկար, հիշում ես կուկուռուզնիկի շենքը, ինչ գիտես սրա մասին, արդյոք քեզ պատմել են տանը։ Կուկուռուզնիկի շենքը այնտեղ եղել են ներկայացումներ, ֆիլմի դիտումներ ու հավել եմ, որ վերևի շենքը պտտվում էր, ինչ-որ հետաքրքիր ձևով, հետաքրքիր գեղեցկություն ուներ։ Ինձ թվում է, եթե հիմա լիներ կուկուռուզնիկը ավելի կատարելագործված, ավելի գեղեցիկ, Երևանը ավելի կգեղեցկացներ, ավելի փայլ կտար, ավելի տեսանելիություն, նույնիսկ զբոսաշրջիկներ, եթե գային, հաստատ վստահ եմ, որ անպայման կգային այստեղ ու կնայեին։ Համաձայն եմ։ Ու ցավոք, որ հիմա չունենք սա, ու երանի մեր ծնողներին, որ այս գեղեցկությունը տեսել են։ Բայց մենք չէ։ Ցավոք։ Հուսով եմ, որ ապագայում կգտնվի ինչ-որ ճարտարագետ, ով կստեղծի, ով որ նորից կշինի կուկուռուզնիկը եւ մենք եւ մեր սերունդները, ապագա սերունդները միգուցե կտեսնեն այս հրաշքը։ Մաշ մենք խոսեցինք կուկուռուզնիկի մասին, որը նաև կոչվել է երիտասարդական պալատ, այնտեղ եղել է ԶԱԳՍ, որտեղ մարդիկ ամուսնացել են։ Հիմա ուզում եմ լսել քո տեսակետը, մեր 21-րդ դարի երիտասարդության եւ 20-րդ դարի երիտասարդության մասին։ Այ ինչ ես կարծում, ինչն է փոխվել։ Ասեմ, շատ բաներ են փոխվել, շատ։ Հիմնական մասը այն, որ ըստ իս մարդիկ իրենց ծնողների հետ շատ անկեղծ են եղել, ունեցել են ինչ-որ տենց թեթև ինչ-որ թաքցնելու բան, բայց չեն մտածել, որ կարա դա ինչ-որ վատ հետևանքներ ունենա ու վատ վերջ։ Բայց հիմա ես վստահ եմ, որ մեր հասակակիցների, եթե ոչ 90, ապա գոնե 60-70% իրենց ծնողներից ինչ-որ բաներ են թաքցնում։ Մտածում են, որ իրանք ունեն արդեն իսկ իրենց անձնական սահմանները, չնայած որ ունեն իրենց անձնական սահմանները, բայց ծնողների հետ կիսվելը ես դա չեմ կարծում, որ ինչ-որ վատ միտում կարող է ունենալ, կապ չունի, եթե անգամ քո ծնողները խիստ են, դու պետք է քո մեջ ունենաս ուժ, ունենաս քո ծնողին 100% ճանաչելու ձև, որ կարողանաս իր հետ կիսվել, խոսել իր հետ։ Այ օրինակ այն ժամանակ, երբ որ լինում էին աղջիկ եւ տղա ուղակի պարզապես ընկերներ, ոչ մեկ չէր մտածում, որ այս մարդիկ իրար ընկերուհի են, կոպիտ ասած ինչ-որ բխտոր բաներ չէին մտածում ընդհանրապես, բայց հիմա, երբ որ աղջիկն ու տղան կարան լինել պարզապես ընկերներ, մոտիկ մարդիկ, ուղակի մարդիկ արդեն մտածում են, որ իրենց մեջ կարա ինչ-որ բան լինի, չնայած որ իրանք կարան ընդամենը լինեն 12, 13, մինչև թեկուզ 16-17 տարեկան։ Այ ես կարծում եմ, որ դա մեր սերնդի, մեր հասակակիցների ամենաթույլ ու ամենավատ կողմն է։ Մենք բոլորս էլ սիրահարված լինում ենք, ունենում ենք մեր առաջին սերը, դա լինի մանկապարտեզից, դպրոցից, ունենում ենք մեր առաջին սերը, որոնք որ չեն մոռացվում, բայց մարդիկ կան, որ կարան մտածեն, որ դա կարող է մինչև հիմա էլ այդ շարունակվում։ Ես անձամբ այդպես մարդկանց իրոք ճանաչում եմ, ովքեր որ կարան անմտածված նման բաներ խոսեն։ Իսկ դու երբևէ սիրահարված կաս։ Ինձ թվում է չկա մարդ, որ սիրահարված չի լինի, ու այո, սիրահարվել եմ, եւ ես էլ եմ համաձայն քո այդ տեսակետի հետ, մտածելակերպի հետ, որ շատ է մտածելակերպը փոխվել, որ երբ տղան ու աղջիկը պարզապես իրար հետ քայլում են, կողքից նայողը կարող է մտածել ուրիշ բաներ։ Հիմա նենց մտածելակերպ է, այնպիսի մարդիկ կան, որ քույր ու եղբայր կարան քաղաքով քայլեն իրար հետ, կողքից նեն մտածեն իրանք իրար ընկերուհի են, որովհետև քույր ու աղբեր կարան իրար ձեռք բռնեն, կարան իրար դեմքին նայեն ժպտան, ծիծաղան, կամ ինչ-որ այլ քրոջն ու աղբորը բնորոշ հետաքրքիր ինչ-որ բան անեն, բայց մարդիկ դրա տակ ինչ-որ փոխտոր բան են տեսնում, որը ես վստահ եմ, որ հաստատ
տվյալ մարդիկ որ լսեին հաստատ դուր չեր գա։ Ես էլ ինքս անձամբ կողքից որպես դիտող դրան անձամբ շատ վատ եմ վերաբերվում, որովհետև եթե անգամ նրանք քուր ու եղբայր չեն, պետք չէ միանգամից վատը մտածել, որ նրանց մեջ կարա ինչ-որ բան լինի, որովհետև նախ դեռ մեր տարիքը չի։ Հա, մենք կարանք ունենանք լիքը տարբեր ընկերներ, կարանք սիրահարվենք նույնիսկ ներկա տարիքում, բայց որպես այսպիսին ինչ-որ լուրջ հարաբերություններ ես դա չեմ համարում լուրջ։ Դա մեր կյանքում եղած ամենահետաքրքիր բանն է, քանի որ մենք պատանիներ ենք եւ պատանեկան սերերը կամ հենց սերը էլ ավելի հիշվող է լինում, ինչպես որ առաջին սերը, բայց դա ինչ-որ ապագայի հետ կապել շատ դեպքերում ես դա սխալ եմ համարում։ Ուղղակի մարդիկ պետք է սպասեն, մարդիկ կան, որ մեր տարիքի աղջիկները կամ տղաները հիմիկվանից արդեն գիտեն սիրելը ինչ բան է, շատ խորը սիրելը ինչ բան է։ Նման սերերը օրինակ ունենում են մեր ծնողները, ովքեր որ արդեն չափահաս են կամ արդեն անցել են չափահասությունը։ Իմ կարծիքով նման մտածելակերպ ունեցող մարդիկ շատ տգետ, դատարկ մարդիկ են ու սահմանափակ միանշանակ, չունեն իրենց ներսում ոչ մի բան։ Ես մեկ-մեկ զարմանում եմ մարդկանց որտեղից այդքան չարություն։ Այդ ամեն ինչը գալիս է մարդու ուղեղի սահմանափակությունից, երբ որ մարդը սահմանափակ է, իր ուղեղը մենակ կարա հենց ուղիղ սիրահարվելու կամ ինչ-որ պղտոր բաներ մտածելու մասին, ընկեր, ընկերուհի, ընկերություն, սեր եւ այլն։ Մանավանդ մեր տատիկների եւ պապիկների հասակակից մարդիկ։ Իրոք կան այդպիսի մարդիկ, որովհետև տգիտությունը տարիք չի ճանաչում։ Տգետ լինելու համար տարիք բացարձակապես պետք չի։ Մեր տարիքում է կարան լինեն շատ տգետներ։ Ավելի մեծ 40-ում, 50-ում, 60-ում, 70-ում եւ ավել։ Դա գալիս է մարդուց, դաստիարակությունից, ուսումից եւ թե նա իր ընտանիքում ինչ է տեսել։ Եթե մարդ իր ընտանիքում մենակ սիրելու, ընկեր պահելու եւ այլն, այսպես ասած բամբասկոտության թեմա է լսում, ինքը ենթագիտակցորեն արդեն նույն կերպ է մտածում, ինչ որ կարող են մտածել իր տանը խոսացող մարդիկ, այդպես։ Ես այդ դաստիարակության առումով կարող եմ մի օրինակ բերել։ Ես շատ եմ հանդիպում այն երեխաներին, ովքեր առաջին դասարանում, երկրորդ դասարանում կան այնպիսի երեխաներ, որ իրենց հասակակիցներին, իրենց դասարանցիներին նայում են վերևից, տարբերություն են դնում միմյանց մեջ։ Դա գալիս է դաստիարակությունից, դա գալիս է տանից։ Եվ ուղղակի այսպես ապշում եմ, որ կարող է 7-8 տարեկան երեխան տարբերություն դնի իր կողքի նստած, չգիտեմ, աղջկա կամ տղայի միջև։ Դա շատ ցավալի է, շատ։ Տենց դեպքերում մարդիկ ուղղակի պիտի տարբերությունը դնեն իրենց խելքի ու գիտելիքի միջև, այլ ոչ թե նյութականի, որովհետև նյութականը խելքի մարդ տեսակի լինելու հետ ընդհանրապես կապ չունի։ Մարդ կարող ունենա շատ փող, լինի շատ ապահովված, բայց ինքը ներքուստ եւ ամեն կերպ լինի դատարկ։ Ում է պետք այդպիսի մարդը։ Օրինակ ես ինքս անձամբ չեմ սիրում այն մարդկանց, ովքեր որ չեն սովորում, բացարձակապես չսովորող են, բայց այսպես ասած գլուխը բարձր պահած, այնպես են ման գալիս, ոնց որ իրանք են ու վերջ, իրանցից այն կողմ ոչ մի մարդ ընդհանրապես չկա։ Կներես մի բան ասեմ, որ ասում ես չսովորող մարդիկ եւ այլն, այդ չսովորող մարդիկ իմ համար մերկ մարդիկ են, ոչինչ չունեցող մարդիկ են, դատարկ ու մերկ մարդիկ են։ Իրանք դեռ շատ տեղ ունեն սովորելու։ Հա։ Ու եթե անկեղծ խոսքը մենակ մեր հասակակիցներին կարող է չվերաբերվել, նույնիսկ տարիքով մեծ մարդիկ էլ կան, ովքեր որ իրենք էլ, ինչպես դու ես ասում, հոգեպես մերկ մարդիկ են։ Չունեն խորություն, չունեն խելք, չունեն ավելի խելացի մտածելու ունակություն։ Այդ ամեն ինչը գալիս է ընտանիքից ու ամեն մեկը չի որ հավատա, որ կարող է մեր պես մտածել։ Իսկ այն մեր հասակակից աղջիկները, տղաները, ովքեր որ մեր պես են մտածում, ես վստահ եմ, որ իրանք իրոք շատ խելացի են եւ իրենց կյանքում դժվար թե ինչ-որ սխալներ անեն, որովհետեւ ամեն ինչ գալիս է հենց մարդու խելքից։ Մենք հիմա ունենք լայն պողոտաներ, բայց շատ նեղ հայացքներ։
դատարկ հայացքներ։ Այն ժամանակվա սիրելը չես կարող համեմատել ներկայիս սիրո հետ, դա անհամեմատելի է ուղղակի։ Օրինակ Ռոմեոն ու Ջուլիետը, իրանց պես սեր նույնիսկ հիմա ոչ մեկ չի կարող ապրի, որովհետև դա այսպես ասած հեքիաթային էր։ Ամեն մի մարդու համար սերը տարբեր է, մարդիկ սեր բառը տարբեր ձևերով են ընկալում։ Ինչ որ մեկի համար բաց ազատ ընկերական շփումն է համարվում սեր, ուրիշ մեկի համար վերաբերմունքը լավ, հոգատարությունը, ու մի ուրիշ ինչ-որ մի փոքր ցածրամակարդակ մարդու համար նյութական ու նվերները։ Իհարկե։ Ինձ համար սերը միայն ես քեզ սիրում եմ այդ խոսքերով չեն ու առհասարակ։ Չէ։ Սերը այդ ես քեզ սիրում եմի մեջ չի։ Ամեն ինչը խոսքով շատ հեշտ է։ Շատ։ Սերը դա իմ կարծիքով առաջին հերթին շատ մեծ պատասխանատվություն է, շատ մեծ։ Սերը դա հարգանք է։ Ուղղակի մենք հիմա չունենք դա։ Շատ քիչ մարդիկ են, որ իսկապես գիտեն ինչա նշանակում սիրել, ինչա նշանակում հարգել, նվիրվել։ Մենք հիմա չգիտենք դա ինչա ու դա շատ ցավալի է։ Ներկայիս դրությամբ շատ քիչ մարդիկ են, որ իրոք այդպես են մտածում։ Ես էլ եմ քո նման մտածում, որովհետև սերը ինքնյանից ակնկալում է շատ մեծ պատասխանատվություն, շատ մեծ հարգանք քո դիմացինի նկատմամբ, քանի որ եթե չկա հարգանք, չկա սեր։ Իհարկե։ Ամեն ինչ գալիս է հենց հարգանքից։ Եթե դու ինչ-որ մեկին հարգում ես, նշանակում է, որ դու այդ մարդուն սիրում ես։ Հարգում ես։ Եվ այլն։ Ու իմ կարծիքով սերը նաև դա այն է, երբ քո կողակցին ընդունում ես այնպիսին, ինչպիսին որ ինքը կա։ Թե թերություններով, թե առավելություններով։ Եվ չես ցանկանում փոխել նրան։ Ինձ համար նաև դա է սերը։ Շատ մարդիկ կան իմ շրջապատում, շատ աղջիկներ, որ երբ նրանց ընկերները նրանց սահմանափակում են, նրանց չեն թողնում տանից դուրս գալ, չգիտեմ, մենակով գնալ խանութ կամ փողոցը անցնել, ու նրանք մտածում են, որ դա հոգատարություն է, բայց չէ, դա հոգատարություն չէ։ Դա մեր ներկայիս մտածելակերպով եւ խոսակցական ձևով դա red flag-ը։ Իհարկե, միանշանակ։ Ես էլ եմ այդպես մտածում, որովհետեւ ըստ իս նման տարօրինակ եւ ոչ լոգիկային մոտ բաները իմ համար դրանք ոնց որ տվյալ մարդը լինի անմակարդակ։ Իսկ երբ որ մարդ սիրում է, իրոք սիրում ու վստահում է, որովհետեւ ամենակարևորը նաեւ վստահությունն է։ Ինքը չի մտածի, որ կարող է իր կողակից ինչ-որ սխալ այլ բաներ անի։ Հա, դե հա, վստահություն ու վերջ։ Շատ քիչ են նման մարդիկ, թե աղջիկ, թե տղա։ Իրանք փորձում են իրար իշխել, իրանք փորձում են իրար հետևել, իրար հսկել։ Իսկ սերը ընդհանրապես նման բաներ չի պահանջում։ Չի ընդունում։ Ման, այ օրինակ դու ինչ կուզենայիր փոխել հիմիկվա սերնդի եւ այն ժամանակվա սերնդի մեջ, ինչը կբերեիր, ինչը կտանեիր հետ։ Հիմա իրականում շատ բան կա փոխելու, բայց ինձ թվում է ամենակարևորը դա ապրելու ձևն է, ճիշտ ապրելու։ Մենք հիմա քչերը գիտեն, թե ինչա նշանակում ճիշտ ապրել։ Ճիշտ ապրել մենակ, չգիտեմ, այն չի, որ դու քո կյանքում սխալ չես արել ընդհանրապես, ուրեմն всё դու ճիշտ ես ապրում, չէ։ Իմ համար այդ չի ճիշտ ապրելը։ Կփոխեի մեր հիմիկվա սերնդի մտածելակերպը, ապրելակերպը։ Մենք բոլորս հիմա գիտենք ինչպես կենթանի մնալ, բայց չգիտենք ինչպես ապրել։ Մենք դա չգիտենք։ Ես կուզեի դա փոխել։ Իսկ ես կուզենայի փոխել մարդկանց այսպես ասած կոմպլեքսավորվածությունը, որովհետև շատ բաներ հենց կոմպլեքսավորվածությունից է գալիս։ Կուզենայի փոխել մարդկանց մտածելակերպը, որովհետև իրոք մտածելակերպը շատ բաներ փոխում է։ Կարելի է ասել ամեն ինչ փոխում է մտածելակերպը։ Նույնիսկ կուզենայի, որ շատ ու շատ տներում լիներ դաստիարակություն, որովհետև մեր ներկայիս սերունդները ես կցանկանայի, որ լինեին ապագայում ավելի խելացի, ավելի խորը, ավելի կշռադատված։
Եվ ավելի աչալուրջ։ Իհարկե։ Իսկ հիմա կողքից կոպիտ կարող է հնչի, բայց թեթև սոլիկություն եմ ես նկատում։ Բոլորի մեջ չէ, բոլորի անուն չեմ տալիս։ Շատերի մեջ, նույնիսկ անծանոթ մարդուն, երբ որ նայում ես կողքից, արդեն ինքը պարզ է ով է։ Իհարկե։ Ես դա կուզենայի փոխել։ Իսկ այն ժամանակում ես չէի ուզենա ոչ մի բան փոխել, որովհետև իրանք ունեին իրենց ստանդարտներն, իրանք ունեին իրենց ապրելակերպը, մարդիկ ավելի մաքուր էին, մարդիկ ավելի պարզ էին։ Հիմա ես ինչ-որ կեղծավորություն եմ նկատում։ Նաև կփոխեի, որ ու շատ կուզենայի, որ մարդիկ ոչ թե սիրեին միայն արտաքինով, այլ նաև սիրեին ներքինով, ներքին ներաշխարհով, ներքին գեղեցկությամբ, որովհետև արտաքին գեղեցկությունը դեռ 1%-ն է, որովհետև եթե մարդիկ սիրեին, հիմնական մասը սիրեին ներքինով, չեն լինի բաժանություններ, որովհետև հիմա ամբողջ աշխարհում գերակշռող մասը բաժանություններն են, որովհետև մարդիկ միայն շեշտը դնում են արտաքինի վրա, շեշտը դնում են ինչ-որ հաշվարկներով ամուսնության վրա, դրա համար հիմա շատ ու շատ երեխաներ մնում են ինչ-որ ծնողի կողմից անտեսված, լինում են անտեսված, լինում են ինչ-որ կորստով, մոր կորստով կամ հոր կորստով, որովհետև եթե այն ժամանակ բաժանությունները ամոթալի էին, հենց հատկապես կնոջ համար, այլ ոչ թե տղամարդու, հիմա դա համարվում է ստանդարտ, համարվում է նորմալ։ Այսինքն հիմա շատ արժեքներ փոխվել են, ոտնահարված են, շատ արժեքներ։ Բայց մի կողմից էլ լավ է, որովհետև կինը ինչի պիտի իր ամբողջ կյանքում ապրի ամոթով, ինչա թե ինքը բաժանված է, ինչ-ինչ պատճառներով։ Համաձայն եմ, բայց նաև ամուսնանալուց առաջ նախ եւ առաջ պետք է տարիներով մարդիկ իրար ճանաչեն, որովհետև ամեն օր դու կարաս մարդուն բացահայտես, ամեն օր։ Ու ճիշտ ասացիր, ամուսնանում են հաշվարկներով, ամուսնանում են, չգիտեմ, գեղեցկությանը նայելով միայն։ Վայ, որ ինչ սիրուն է, սպասի ամուսնության առաջարկություն անեմ, հաստատ կընդունի։ Ու ընդունում է։ Ընդունում է, որովհետև իր կողակիցն էլ է սիրուն։ Ու իրանք հավատա այդպիսի ամուսնությունները տևում են ամենաշատը 1 տարի։ Հետո մարդիկ հասկանում են, որ շատ սխալ են արել, որ առաջին հերթին ճիշտ է պետք է նայել մարդու հոգուն։ Մարդու ներսը պետք է նայել, պետք է ուսումնասիրել։ Դա շատ բարդ բան է։ Ու հասկանալ ինչքան խելացիություն կա, թե ինչքանը ոչ։ Համաձայն եմ։ Ու գիտես, մի բան էլ կփոխեմ, որ հիմա տղաներին է խոսքս վերաբերվում, շատ դեռահասներ, 14, 15, նաև ավելի փոքր, իրանք ծխում են դպրոցում, դպրոցի պատերի տակ, զուգարաններում, դա շատ ահավոր է, ինչի համար, ինչ ես կյանքդ փչացնում հիմիկվանից։ Իրանք մեծամասնությունը նույնիսկ ինչ-որ տպավորություններ, աղջկա մոտ թողնելու համար է դա անում։ Իհարկե։ Բայց այն ժամանակ էլ էին ծխում, ասեմ։ Ծխում էին, բայց հիմա ճիշտ է, ամեն ինչ ավելի լկտի ավարի է դարձել։ Այսինքն սահմաններից դուրս է եկել։ Ցենզուրայից դուրս։ Իհարկե, ամեն ինչ չափի մեջ է, չէ՞ գեղեցիկ։ Իսկ մենք չգիտենք այդ չափը որն է։ Նույնիսկ խոսալու ձևը։ Այն ժամանակ ես չեմ կարծում, որ տղան կարող էր աղջկա հետ կոպիտ խոսել։ Մուննատ գալ ոնց որ կարող խոսա իր քրոջ հետ, կարող խոսա իր ընկերոջ հետ, այսպես ասած։ Օրինակ, ինձ թվում է տեղյակ կլինես, որ Բարույր Սևակը շատ տգեղ է եղել, բայց երբ նա խոսում էր, կանայք միմյանց հերթ չէին տալիս։ Դա համեմատիր հիմիկվա հետ։ Հիմա տղան կամ աղջիկը լինեն շատ տգեղ, չեմ ուզում տգեղ բառը օգտագործել, որովհետև ինձ համար տգեղ մարդ գոյություն չունի։ Ու այդ մարդը, չգիտեմ, ինչ-որ խնդիրներ ունենա իր արտաքինի հետ կապված, բայց այնքան գեղեցիկ խոսի, որ բերանից ուղղակի մարգարիտներ թափվեն, հա։ Մենք ուշադրություն չենք դարձնում այդպիսի մարդկանց։ Մենք չենք գնահատում։ Ու առհասարակ հիմա մենք մեր ունեցածը չենք գնահատում, մենք ձգտում ենք միշտ ավելին, չգիտեմ։ Խորը մարդիկ շատ քիչ են մնացել, հիմա հատուկենտ մարդիկ են, որ
ունեն իրենց մեջ խորություն եւ այդ ամենը գիտակցում են եւ հասկանում։ Մենք ընդհանրապես ոչ մեկին նման չենք։ Ես, դու ու մեր նման շատ այլ մտածող եւ աղջիկներ եւ տղաներ, մենք նման չենք ներկայիս սերնդին, նման չենք ներկայիս եւ աղջիկներին եւ տղաներին, ովքեր որ շատ թեթև են մտածում, ովքեր որ ամեն ինչի վերաբերվում են թեթև, ովքեր թեթևամիտ են հենց։ Թեթևաբարո։ Ամենակարևորը կյանքում դա ունենալ սեփական արժեքներ, սեփական միտք, սեփական ամեն ինչ։ Մարդ պետքա փայլի ու մարդուն պիտի սիրահարվի ու սիրահարվեն միայն իր խելքին, ամենաառաջինը։ Այն մարդիկ, ովքեր որ կասեն ես խելքն եմ մենակ նախընտրում, մենակ խելքը, ես ուշադրություն չեմ դարձնում, իմ համար մեկը տվյալ տղայի, հա, ենթադրենք արտաքինը, ես եթե անկեղծ դրան այդքան էլ չեմ հավատում։ Ասեմ ինչի, որովհետև հենց հիմնականում նման մարդիկ են, որ նախընտրում են ավելի շատ արտաքինը, ուշադրություն են դարձնում ավելի շատ արտաքինին։ Ես էլ ինքս անձամբ չեմ թաքցնի ու կասեմ, որ ես էլ եմ արտաքինին ուշադրություն դարձնում, բայց ոչ այն աստիճան, ինչքան որ կարամ ուշադրություն դարձնեմ հենց մարդ տեսակին։ Ես չեմ խոսում բոլորի մասին, մարդիկ կան, ովքեր որ իրոք այտենց բաներ են խոսում, ոնց որ նոր ասեցի, որ մենակ նախընտրում են խելքը։ Իրանց խոսելու ձևից արդեն պարզ է թե իրենք ովքեր են, հենց այդ նման մարդկանց մասին է խոսքը։ Օրինակ ես չեմ կարող ասեմ, որ դու այդպիսին ես, որովհետև դու իրոք ամեն ինչը քո հոգու խորքից ես ասում եւ իրոք անկեղծ։ Իսկ նման մարդիկ ուղղակի ուշադրության պակաս ունեն եւ դրա համար են այդպես խոսում։ Ու իմ կարծիքով մեր ժամանակաշրջանը նաեւ սովորելու դեղահաբերի ժամանակաշրջանը։ Օրինակ շատ կան իմ շրջապատում մարդիկ, ովքեր ինչ որ հաբեր են խմում, որ նիհար են։ Ինչի համար։ Ինչ չէ, ուղղակի այդ իմ համար, բայց ինչի էլի։ Ինչի։ Նման հարցը պիտի ուղղակի իրանց տալ։ Ինչի համար։ Ինչի համար ես դու նիհարում։ Ում համար։ Շրջապատի համար, մարդկանց համար, որոնք չխոսան քո մասին, չարտաբերեն իրենց բերանից քո անձի նկատմամբ, քո արտաքինին տհաճ բառեր, տհաճ նախադասություններ։ Մարդ ոնց կա ինքը այդպես պետք է մնա։ Այդպիսի մարդկանց են ընդհանրապես սիրում։ Ու երևի այս կյանքը վերջում կհաղթեն նրանք, ովքեր աշխարհը իսկապես սիրելու համար են ծնվել։ Միանշանակ։ Որովհետև հիմա չկան այնպիսի մարդիկ շատ, ովքեր որ կարան իմանան կյանքի իմաստը, թե ինչի համար է ընդհանրապես կյանքը, մարդ ինչու պիտի ապրի կյանքում, ոնց պետք է ապրի կյանքում։ Մարդիկ մենակ մտածում են ինչ-որ մեկի ուշադրությունը գրավեն։ Մտածում են ոնց անեն, որ իրանց ցույց տան տվյալ աղջկա, տվյալ տղայի մոտ։ Ես շատ կուզենամ, որ մեր սերունդը ներկայիս, չնայած ունեն լավ կողմեր էլ շատ, բայց եթե խորը նայենք, ես ընդամենը կուզենամ, որ իրանք էլ ավելի խորը եւ կշռադատված մոտենան կյանքի ցանկացած արժեքին, կյանքի ցանկացած պայքարում եւ սիտուացիայում։ Այդ ժամանակ մենք իրոք կճանաչենք իրենց, որովհետեւ դա է, որ իրոք մարդուն անհրաժեշտ է։ Եվ ես էլ եմ շատ մեծ հույսով, որ մի օր կարթնանամ ու կփոխվի մեր աշխարհը։ Դեպի լավը։ Ես էլ։ Ու շատ մեծ հույս ունեմ, որ գուցե մի օր ծնվեն սևակներ, սահյաններ, ծնվեն նժդեհներ, Կապուտիկյաններ։ Իհարկե, շատ մեծ հույս ունեմ ու վստահ եմ, որ կգա այդ օրը։ Գուցե շատ ուշ, բայց կգա։ Ինչու՞ չէ նաև այսպիսի ճարտարապետներ։ Իհարկե, Որովհետև սրանք են նաև մեր Երևանի ամենակարևոր արժեքներից մեկը։ պահպանել հինը, հիշել հինը։ Դա ամենակարևորը։ Միանշանակ։ Մեր ազգը առանց իրենց մշակույթի ոչինչ են։ Համաձայն։